Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, խաղային շաբաթը շարունակում ենք Աֆելում ու մեկնարկեց երկրորդ խաղային օրը, որտեղ առաջին հանդիպման շրջանակներում օրվա միակ հանդիպման շրջանակներում, այսպես ասենք, մրցում են էլիտ լիգան ներկայացնող երկու թիմեր 13-րդ տուրի շրջանակներում Բորուսիա Մյունխեն-Գլադբախն դեմ Ատլետիկո Երևանի շատ հետաքրքիր դիմակայություն է սպասվում է, հիմա Գլադբախը միանգամից նետվել առաջ, բայց այստեղ դարպասը Պաշոտ Գասպարյանը կարողացավ հեռացնել գնդակ Ռևազյան շատ ակտիվ մեկնարկեց հանդիպումը հենց առաջին իսկ րոպեի դրությամբ եկեք քանի դեռ թիմերը տալիս են իհարկե խաղաժամանակ ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ սկսենք Ատլետիկո Երևանից ում դարպասը պաշտպանում է Աշոտ Գասպարյանը համար 1 Արման Ավդալյան համար 6 Ալեքս Մանուչարյան համար 7 Թոմաս Սարգսյան համար 8 Արտուր Ղանդիլյան համար 9 Ռաֆայել Ազիզյան համար 11 Վտանգավոր իրավիճակերու այստեղ արդեն Ազիզյանն է հայտնվել արվածային գոտում, արվածային դիրքում, բայց չստացվեց ներողություն Ղանդիլյանն էր հայտնվել, բայց չստացվեց Ղանդիլյանի մոտ եզրափակել այս դրվագը հիմա եւս մեկ վտանգավոր իրավիճակ, բայց կարողացավ Գլադբախը հեռացնել, շարունակեմ Ատլետիկոյի հայտարարությունը ներկայացնել Ռաֆայել Ազիզյան համար 11, Գուրգեն Ռևազյան համար 21, Գագիկ Ակուլյան համար 55, Ակուլյանը թիմի ավագն է, Ռաֆայել Մկրտչյան համար 88, Ժորակ Գևորգյան համար 91 եւ Ստեփան Միրզոյան համար 99 թիմի գլխավոր բարձիչն է Հայկ Միրզոյանը Բորուսիա Մյունխեն-Գլադբախ դարպասը պաշտպանում է Մանվել Պապիկյանը համար 1 Տիգրան Գրիգորյան 2 Արման Մարտիրոսյան 3 Արություն Թորոսյան համար 4 Անդրանիկ Ադամյան համար 5 Սևակ Մանուչարյան 9 Արման ներողություն Արմեն Խաչատրյան համար 10 թիմի ավագն է Վոլոդիա Մարկարյան համար 14 եւ Արեգ Հովանյան համար 77 այսպիսի հայտարարություն ունի այս հանդիպման հետ կապված Բորուսիա Մյունխեն-Գլադբախ իսկապես շատ հետաքրքիր դիմակայություն է խոստանում այս երկու թիմերը իհարկե որպես այդպեսին ասեն որ նրանք մրցաշարային աղյուսակում գտնվում են այս պայն հարևանությամբ այո ու արդեն այս հանդիպումից շատ բան է կախված լինելու Այս պայդրությամբ Գլադբախը 19 վաստակած միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում Երևանի Ատլետիկոն 10-րդ է ներկայությամբ 16 միավորով Ատլետիկոն մեկ հանդիպում դեռ պակաս է անցկացել եւ պետք է այն լրացնի հետո նոր կունենանք Իհարկե ամբողջական պատկերը իդեպ շնորհավորում ենք Երևանի Ատլետիկոյին նրանց նոր համազգեստի կապակցությամբ իսկապես ցանկանանք այս առիթով էլ նրանց նորանոր հաջողությունները Աֆելի շրջանակներում հիմա Ատլետիկոն հենց անցել եւս մեկ գրոյի Ռևազյանն է աչիեսնում վտանգավոր իրավիճակ բայց այստեղ փակվեց Ռևազյանի փոխանցման ճանապարհը հիմա էլ Հովանյանը միջամտեց Պայքարին ու ստիպեց մրցակցին խախտել խաղի կանոնները այս դրվագում այո իսկապես թիմերը Այսպես ասած, այլևս միավոր կորցնելու շանս չունեն, միավոր կորցնելու տարբերակ չունեն, պետք է մոռանալ այդ ամենի մասին ու նայել իհարկե դեպի առաջ, որովհետև նրանք արդեն իսկ թույլատրելի չափ նույնիսկ մի հատել են միավորներ կորցնելու տեսանկյունից, իհարկե ու արդեն պետք է մոռանալ այդ ամենի մասին եւ մտածել միայն ու միայն բոլոր հանդիպումներում հաղթանակ տանելու մասին, քանի որ Վիլյարեալը կրկնում եմ եւս մեկ անգամ իհարկե շատ այսպես ասած փայլուն մրցաշրջան է անցկացնում 12 անցկացած խաղերում դեղին Սուզանավը տարել է նույնքան հաղթանակ եւ 36 միավորով գլխավորում է էլիտ լիգան պատկերացնում եք եթե այս թիմերը օրինակ Ատլետիկո Երևանը երկապային իհարկե փոխ չեմպիոնն է էլիտ լիգայի հենց Վիլյարեալին զիջեց նախորդ մրցաշրջանում ընդամենը աննշան միավորների տարբերությամբ ու իհարկե եթե մենք խոսում ենք փոխ չեմպիոն ակումբի մասին նրանք այլևս հատկապես Ատլետիկոն Գլադբախն է ինտեգրված բնականաբար իհարկե չեմպիոնական պայքարին բայց
Իհարկե այս երկու թիմերը հատկապես ինչու եմ նշում նրանց անունները, այլևս չպետք է իհարկե միավորներ գործեն, եթե ցանկանում են ինտեգրվել չեմպիոնական պայքարին, իսկ դրանում իհարկե երկու կարծիք լինել չի կարող, այլապես եւս մեկ կամ երկու միավորի կորուստու այս թիմերը առանց այն եթե մնացելու բավականաչափ կտրվեն, այսպես ասած Վիլյարեալից եւ իհարկե դա միայն նվեր կլինի Վիլյարեալի ֆուտբոլիստների համար։ Ակուլյանն է առաջ շարժվում աջ եզրով, բավական երկար ժամանակ Ակուլյանը բացակայում էր։ Ատլետիկոյի հայտարարում եւ այսօր նա տեղ է զբաղեցրել արդեն խաղադաշտում Ատլետիկոյի հիմնական կազմում, այո, չկար Ակուլյանը, բավական խաղաժամանակ Ատլետիկոյի կազմում ու այսօր տեսնենք արդեն իհարկե որպես թիմի ավակ Ակուլյանը կարևոր կենտրոնական ֆուտբոլիստ է Երևանի Ատլետիկոյի կազմում, տեսնենք արդեն այսօր ինչպիսի ֆուտբոլ կմատուցում է, նաև նշենք Անդրանիկ Ադամյանի ներկայությունը այս հանդիպան շրջանակներում Բորուսիայի կազմում Ադամյանն էլ բավական երկար խաղաժամանակ բացակայում է Գլադբախի հայտարարում եւ այսօր պետք է իհարկե փորձի առաջ ուղղորդել իր խաղընկերներին Ադամյանը հենց այդ դիրքում է հանդես գալիս կենտրոնական կիսապաշտպանի գոտում եւ բնականաբար Գլադբախի կարևոր օղակներից մեկն է հանդիսանում Թորոսյան գլորեց գնդակ հենց Ադամյանի ուղղությամբ, բայց այստեղ սխալ հետո Ադամյանն ուղղեց իր սխալը եւ գնդակը կարողացավ հեռացնել դաշտի սահմաններից դուրս, այո եզից կնետի Ատլետիկոն Ակուլյան գլորեց գնդակը Թոմաս Սարգսյանին, այստեղ էլ գնդակի հեռացում իրականացրեց Գլադբախի պաշտպանը ու եւս մեկ եզրային նետում է իրականացնելու Ատլետիկոն Սարգսյանն նետեց եզից դեպի Ակուլյանը գլորեց Մանուչյանի ուղղությամբ Ակուլյանը գնդակը շարժվում է առաջ Ալեքս Մանուչյանը փոխանցում Ավդալյանն է հայտնվել այստեղ արվածային գոտում, բայց Տորոսյանը լավ աշխատեց թիկունքից Ատլետիկոն երկրորդ տեմպով հիմա կգրոյի Թովմաս Սարգսյան Տեսնենք ինչ շարունակություն են ախնդրել փոխանցում, բայց Վոլոդիա Մարկարյանը կանգնեց հիմա այլ գնդակի ճանապարհին ու նորից եզից նետելու Ատլետիկոն այս անգամ Ռայվազյանը կկատարի այդ պարտականությունը, ոչ, կարծես թողեց Սարգսյանին, նետեց ամեն դեպքում Ռայվազյանը նետեց եզից Ակուլյանի ուղղությամբ դեպի կենտրոն Ալեքս Մանուչյան դիրքը հարվածային է հարվածել կա ու Մարտիրոսյանն է կանգնում գնդակի ճանապարհին Ակուլյանն է հիմա այլ գնդակով եւս մեկ փորձու այստեղ մի փոքր շեղությամբ ընթացավ Գագիկ Ակուլյանի կատարած հարվածը Ատլետիկոն աստիճանաբար ավելացնում է Ատլետիկոն փորձում է իհարկե ավելի մոտենալ մրցակցին եւ առայժմ Գլադբախը իր համար խնդիրներ է ստեղծում պաշտպանությունում սխալ մեկը մյուսի հետևից եւ պետք է իհարկե ավելի ուշադիր գործել քանի որ Ատլետիկոն արդեն 2-3 դրվագնում սպառնաց Բորուսիայի դարպասի ուղղությամբ եւս 1 կամ 2 հնարավորություն ու ատլետները կարող են օգտվել այդ հնարավորությունից Ղանդիլյանն է գնդակով շատ լավ շրջվեց Արտուր Ղանդիլյանը տեսնենք շարունակությունը դեպի Թոմաս Սարգսյանը ու այստեղ արդեն Գրիգորյանը լավ աշխատեց բայց Ատլետիկոյի գրոհը նորից շարունակություն է ստանում դեպի ետ Ալեքս Մանուչարյան Բայց Մանուչարյանը գնդակ ու արդեն դեպի պաշտպանության կենտրոն ուղարկեց Մկրտչյանի ուղղությամբ կրկին Մանուչարյան բարձից փոխանցում ու արդեն Մանվել Պապիկյանին էր ուղղված այս գնդակը առանց խնդիրների Գլադբախի դարպասապատի այս գնդակին Վոլոդիա Մարկարյան հիմա այլ Բորուսյանը փորձում գրոհ սկսել Մարկարյան ու կա փոխանցումը դեպի առաջ բայց այստեղ չկար Գլադբախի ֆուտբոլիստներից ոչ ոք Մարկարյանի փոխանցման ժամանակ իհարկե բարձրապես համարենք սա հեռացման փորձ Ակուլյան եւս մեկ հեռվից փորձ ու հիմա հենց Մարկարյանն էլ փակեց Գագիկ Ակուլյանի հարվածի ճանապարհը եզից կնետի Ատլետիկոն Մանուչարյան Մնաց գնդակով Ալեքս Մանուչյանը սա փոխանցում էր ու այստեղ միայն Գլադբախի պաշտպաններն էին, բայց Ատլետիկոն վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն, այո Մարտիրոսյանը այստեղ կարողացավ հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս ու անկյունայինը հետևենք Ղանդիլյանն է իրականացնում այն փոխանցումը կա Հովանյանն էլ այստեղ առաջինն է արձագանքում գնդակի Խաչատրյանն էլ որքան հնարավոր է հեռու ուղարկեց Ատլետիկոն ողջ կազմով բացի դարպասը Պաշոտ Գասպանից հիմա գտնվում է Բորուսիա Մյունխեն-Գլադբախի կիսադաշտում Թոմաս Սարգսյան բայց այստեղ անհաջող ստացվեց Սարգսյանի փոխանցում ու արդեն հարված կտեսնենք Մանվել Պապիկյանի պաշտպանած դարպասից
Թորոսյան ուղարկում է գնդակը Մարկարյանին Մարկարյան դեպի առաջ, բայց այստեղ Թոմաս Սարգսյանին բաժին ասավ գնդակը Սարգսյանն էլ արգելակեց մի պա ու դեպի կենտրոն է ուղարկում, որտեղ Ալեքս Մանուչարյանն է Ատլետիկոն նորից է անցել գրոհի դեպի աջ, արդեն Ղանդիլյանի ուղղությամբ հետևեց այս փոխանցումը Գրքին Մանուչարյան Ակուլյան Լավ ներփոխանցումը Ավդալյանի ուղղությամբ ուղիղ Բաբիկյանի վրա է ստացվում Ավդալյանի հարվածը ինչ են պահանջում հիմա Ատլետիկոյի ֆուտբոլիստները կարծես ձեռքով խաղ, բայց շարունակվում է գրոհ եւս մեկ փոխանցում ու հիմա էլ արդեն կարողացան Գլադբախի ֆուտբոլիստները դուրս գալ պաշտպանությունից ու տեսեք Ատլետիկոն նորից գնաց պրեսինգի եւ գնդակը խլեց Թոմաս Սարգսյան Ռևազյան Մնաց գնդակով Գուրգեն Ռևազյանը սա փոխանցում է դեպի Աչեզն, որտեղ Ղանդիլյանն է վտանգավոր իրավիճակ է նորից Սարգսյան հարվածը կա ու դարպասի գրավումը նույնպես 1-0 Թոմաս Սարգսյանը բացում է այս հանդիպման հաշիվը Ատլետիկոն առաջ անցավ հաշվում է Թոմաս Սարգսյանը բացեց այս հանդիպան հաշիվ ու արդեն տեսնենք Գլադբախի ինչպես պետք է փորձի պատասխանել բաց թողած գնդակին, այո արդեն աստիճանաբար Ատլետիկոն մոտեցել էր մրցակցին կարելի ասել հասունացել էր այս դարպասի գրավումը Գլադբախը սեղմվել էր պաշտպանությունում այս անցած 9 րոպեների ընթացքում, բայց հիմա արդեն պետք է բնականաբար փորձի Բորուսյան արդեն ոչ թե առաջ անցնել հաշվի մեջ, այլ մտածել հանդիպան հաշիվը հավասարեցնելու մասին, բայց փոխարենը ախնդրեմ տեսեք խփած գնդակից հետո նորից փորձում է գրոհ կազմակերպել Ատլետիկոն Գագիկ Ակուլյան, բայց այստեղ Հովանյանը գնդակի խլում իրականացեց ու հիմա Գլադբախն է խաղարկում գնդակը նորից Հովանյանն է գնդակով Հովանյան ստացվեց անցումը, կա փոխանցում դեպի Խաչատրյանը, դեպի Ադամյանը, Խաչատրյանը ուղարկեց ու Աչեզր արդեն Գրիգորյանի ուղղությամբ հետևեց Ադամյանի փոխանցումը, Գրիգորյան սա եւս մեկ փոխանցում էր, որը փակվեց ու դարպասապակ Գասպարյանն էլ կարողացավ գնդակը պահել դաշտի սահմաններում եւ ոչ միայն տեսեք ինչ շատ լավ փոխանցում հետևեց դեպի Արման Ավդալյանը Ավդալյան այստեղ հաստրեց գնդակը Ակուլյանին ու տեսեք ինչ վտանգավոր գրոհ է նորից անցել Ատլետիկոն, բայց Ակուլյանի փոխանցումը այլ ուղղությամբ էր քան շարժվում էր Արման Ավդալյանը իհարկե աչից կար նաև Ղանդիլյանի տարբերակը կարծում եմ այս դրվագում մի փոքր շտապեց Ակուլյանը իհարկե մեկ դաթարով արդեն տարբերակները կառաջանային Սարգսյան ուղարկում է գնդակը Ալեքս Մանուչարյանի ուղղությամբ Մանուչարյան դեպի Ակուլյանը տեսեք Ատլետիկոն իսկապես շատ լավ ժամանակահատված է այս պահին անցկացնում խաղադաշտում Ակուլյան եւս մեկ փորձ ու հիմա էլ արդեն շեղությամբ ընթացավ Ակուլյանի կատարած հարվածը Մարտիրոսյան ուղարկեց գնդակը Հովանյանին ու խնդրեմ նորից պրեսինգ Ատլետիկոյից նորից գնդակը խլեցին, բայց շատ արագ կորցրեցին, այո Ալեքս Մանուչյանի փոխանցումը այստեղ ուժեղ ստացվեց Պապիկյան ուժեղ հարվածով գնդակ ուղարկեց առաջ այստեղ կրկին Ատլետիկոյի ֆուտբոլիստերին բաժին ասավ, բայց հետո էլ Արման Մարտիրոսյանը շատ հրաշալի գործեց թույլ չտալով Ավդալյանին շրջվել, այո այլապես մեկ փոխանցում Ավդալյանից ու պատկերացնում եք ինչ կկատարվեց, չնայած Ատլետիկոն նորից է գրոհում Ղանդիլյան թույլ է այս փոխանցումը Թորոսյան դեպի Հովանյանը գլորեց գնդակը դեպի Ադամյանն էլ Հովանյանը իսկ այստեղ արդեն մաքուր գործեցին Ադամյանի դեմ պայքարում Ակուլյան լավ նկատեց Ռևազյանի փոխանցումն էլ կա ու այստեղ արդեն ուժեղ ստացվեց այո Ռևազյանի փոխանցումը գնդակը հեռացավ դաշտի սահմաններից դուրս փոփոխությունը տեղի ունենում Երևանի Ատլետիկոյի կազմում Հայկ Միրզոյանը կատարեց փոփոխություն Ստեփան Միրզոյանին դուրս բերելով խաղադաշտ ու փոխարինելով Արման Ավդալյանին եւ տեսնենք արդեն Ստեփան Միրզոյանը ինչ կփորձի առաջարկել Ատլետիկոյի կազմում Ռևազյան վտանգավոր է Ռևազյան ու շեղ է ստացվում Գուրգեն Ռևազյանի հարվածը այո Գլադբախը առայժմ չի կարողանում գրոններ կազմակերպել տեսեք մեկ փոխանցում Գլադբախից ու անմիջապես սխալ տեղի ունեցավ եւ Ատլետիկոն երկրորդ գնդակը հեղինակելու իր տեսական հնարավորությունը այս պահին գործրեց
Նորից երկար փոխանցում ենք տեսնում Դարպասը Պապիկյանից առաջ Մկրտչյան այստեղ առաջինն էր, բայց հետո Գրիգորյանին ստացվեց փոխանցումը, չնայած կրկին գնդակը մնում է Ատլետիկոյի ֆուտբոլիստների մոտ Ալեքս Մանուչարյան շատ լավ էր նկատել Ստեփան Միրզոյանին, բայց այստեղ Վոլոդիա Մարկարյանը կանգնեց գնդակի ճանապարհին, կրկին Մարկարյան ուղարկում է գնդակը Մարտիրոսյանի ուղղությամբ ու դեպի Պապիկյանը, նորից Մարտիրոսյան եւ ստացվեց փոխանցում դեպի Հովանյանը, բայց այստեղ Ալեքս Մանուչարյանը աշխատեց Հովանյանի թիկունքից ու խնդրեմ Եսրային նետում է իրականացնելու Ատլետիկոն Մանուչարյան Ալեքս Մանուչարյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, փակվեց այս փոխանցումը, չկար Ատլետիկոյի ֆուտբոլիստերից ոչ ոք, բայց հետո էլ արդեն հարվածային գոտում չկար ոչ մի ֆուտբոլիստ, ով կեզրափակեր այդ փոխանցումը եւ հիմա Գլադբախը փորձում է գրոյի անցնել Խաչատրյան երկար փոխանցում առաջ Մկրտչյանը այստեղ հեռացեց գնդակը ու Ստեփան Միրզոյանին է վերադառնում այն դեպի կենտրոն Ակուլյանի ուղղությամբ Արկելակում է Ակուլյանը տարբերակներ է փնտրում Ատլետիկոյի ավակը ուղարկեց դեպի Ստեփան Միրզոյանը շատ լավ համագործակցություն Ռևազյան նորից Միրզոյանի ուղղությամբ բայց Թորոսյանը ավելի շուտ է արձագանքում գնդակին եւ հետո էլ արդեն Միրզոյանը խախտել էր խաղի կանոնները այո Թորոսյանի դեմ պայքարում եւ Մարտիրոսյանը հավարկում է գնդակը Գրիգորյանի հետ դեպի Ադամյանն տեսնում փոխանցում նորից Թորոսյան Շարժվում է առաջ Արություն Թորոսյանը փոխանցումը կա Խաչատրյանի ուղղությամբ, բայց այստեղ Ակուլյանը միջամտեց, հետո չնայած կատարվեց փոխանցում, բայց այստեղ էլ Գասպարյանը կարողացավ գնդակը հեռացնել։ Որքան հնարավոր է հեռու սեփական Տուգանայինի մատույցներից եւ խնդրեմ Ռևազյանը այստեղ նույնիսկ միջամտեց պայքարին, բայց իհարկե հասկանալի է, սա այն դրվագը չէր, որից որևէ բան կարող էր ակնկալվեր Ատլետիկոյի տեսանկյունից Պապիկյան դեպի Մարտիրոսյան ու հենց Ռևազյանը միջամտեց պայքարին Ադամյան դեպի Թորոսյանը ու արդեն Գլադբախը խաղարկում է պաշտպանությունում գնդակը Արություն Թորոսյան նկատեց Հովանյանին, ստացվեց Հովանյանի մոտել անցումը, բայց Ակուլյանին շրջանցել չստացվեց Մանուչարյան դիտքը հարվածային է Մանուչարյան, սա հարված էր, բայց մի փոքր շեղությամբ է ընթանում Ալեքս Մանուչարյանի կատարած հարվածը, այո եւս մեկ վտանգավոր գրոհի անցավ Ատլետիկոն, բայց մի քանի մետր չբավականացեց գնդակը ցանց ուղարկելու համար Մանուչարյանին Մկրտչյան առաջին արձագանքում գնդակին ու արդեն Ալեքս Մանուչարյանն է գնդակով գլորում է գնդակը Ղանդիլյանի ուղղությամբ այո Ատլետիկոն նախորդ տուրում զիջեց Էվերտոնին 8-1 հաշվով իսկապես այդ հանդիպումը իհարկե ամենաիշխող հանդիպումներից մեկը կարող է լինել երբ Ատլետիկոն նման հաշվով զիջում է որևէ մրցակցին ես խոսեցի այդ հանդիպման ընթացքում երբ Ատլետիկոյի ամենախոշոր կրած պարտությունից էինք խոսում ու Էվերտոնի իհարկե այսպես ասած ավելի խոշորացեց Ատլետիկոյի պարտությունը այնտեղ Ատլետիկոն միջև այդ հանդիպումը միայն պարտվել էր 4 գնդակի տարբերությամբ Բավարիային Չեմպիոնների լիգայի շրջանակներում բայց իհարկե նման հաշվով Ատլետիկոն չէր կրել երբեք ոչ մի պարտություն ավելի շրջանակներում ու փաստացի ստացվեց այնպես որ նախորդ տուրում Էվերտոնը կարողացավ հաղթել Ատլետիկոյին հենց նման հաշվով իսկապես շատ շոկային հանդիպում ստացվեց Ատլետիկոյի համար բայց այդ հանդիպումը արդեն անցյալում է արդեն նրանք իհարկե մտածում են միայն ու միայն այս հանդիպման մասին Եվ նրանց առաջային խնդիրը արդեն ոչ թե Էվերտոնից կրած պարտության մասին մտածելն է, այլ Բորուսիա Մյունխեն-Գլադբախի հետ այս հանդիպման ժամանակ խաղադաշտից հեռանալ միայն ու միայն 3 միավորով Ակուլյան արգելակեց Ակուլյանը ուղարկեց Միրզոյանի ուղղությամբ գնդակը
Դեպի Մանուչարյանն էլ Միրզոյանի փոխանցումը ստացվեց Ալեքս Մանուչարյան դեպի Աջ Ղանդիլյան դեպի կենտրոն բայց չանցավ այստեղ Ղանդիլյանի փոխանցումը ու Հովանյանն է շարժվում առաջ Ծախ եզրով տեսնենք ինչ շարունակություն է մտածում Արեգ Հովանյանը միայնակ է այս դրվագում բայց պայքարում է միջև վերջ ու քննրեն վաստակում է անկյունային հարվածի հնարավորությունը Հովանյանը ու հետևենք անկյունայինի խաղարկմանը Խաչատրյանը կիրականացնի անկյունայինը Գլադբախը չմոռանանք շատ լավ է իրականացնում ստանդարտները հատկապես անկյունայինները ու տեսնենք այս անգամ ինչպես է ստացվելու Խաչատրյանի փոխանցումը կա բայց հեռացեց Ալեքս Մանուչյանը գնդակը երկրորդ դրվագում նույնպես ու եւս մեկ անկյունային է իրականացնելու Բորուսյան Եվս մեկ անկյունայինի խաղարկում կտեսնենք Խաչատրյան եվս մեկ փոխանցում արդեն Դարպասապա Գասպարյանը առանց խնդիրների այստեղ վերցրեց գնդակը ու նետում է իրականացնում դեպի Արտուր Ղանդիլյանը Ղանդիլյան մեկը մեկի դեմ պայքար արգելակեց կա փոխանցումը դեպի Միրզոյանը տեսնենք շարունակությունը դեպի Աջ փորձեց առանցնայելու Միրզոյանը հասցեագրել գնդակը Ղանդիլյանին իհարկե հավատալով որ խաղանկերը արդեն այդ դիրքում սպասում է բայց Ղանդիլյանը չէր միացել այս գրոհին Թորոսյան ռիսկի դիմեց Թորոսյանը բայց ստացվեց այստեղ ազատվել գնդակից Մանուչարյան ու հիմա նորից Գրոհ կսկսի Ատլետիկոն Ալեքս Մանուչարյան շատ լավ նկատեց Արտուր Ղանդիլյանին ու կատարեց այս փոխանցումը Ղանդիլյանն էլ փոխանցեց դեպի Տուգանայինի մատուստեն ու Միրզոյանին ինչ հարված էր փորձում ի կատարածել բայց այստեղ իհարկե ավելի ետ ստացվեց Ղանդիլյանի փոխանցումը քան շարժվում էր Ստեփան Միրզոյանը Գրիգորյանն է գնդակով դեպի առաջ ուղարկեց Ադամյանի ուղությամբ Ադամյան Խաղարկում Մարկարյանի հետ ստացավ Ադամյանը գնդակը, բայց այստեղ արդեն Մանուչարյանը շատ լավ գործեց, մնաց միջև վերջ ոտքերի վրա, պարզապես այստեղ փոխանցման ճանապարհն Մարտիրոսյանը փագեց ու հիմա գուցե Գլադբախի մոտ որևէ բան ստացվի, ոչ, չկար առաջ ուղարկելու տարբերակ ստիպած ետ ուղարկեց Գրիգորյան, ուղարկում է Խաչատրյանին գնդակը, Մարկարյան, Հովանյան, Մարտիրոսյան այսպես անդադար իհարկե երկու թիմերն էլ կարող են խաղարկել գնդակը, բայց սա իհարկե առաջին հերթին Գլադբախին ոչինչ չի, դա պետք է շարժվել, առաջ պետք է մտածել, հարվածներ իրականացնել Աշոտ Գասպարյանի դարպասի ուղղությամբ եւ միայն այդ դեպքում իհարկե իրատեսական կդառնա հանդիպան հաշիվը հավասարեցնելը։ Մկրտչյանը հեռացնում է գնդակը այս իրավիճակում։ Ստացավ կենտրոնում Ադամյանը գնդակը դեպի Վոլոդիա Մարկարյան ուղարկեց Հարություն Թորոսյան կրկին Մարկարյան բավական անցել է արդեն առաջի խաղակեսից ավելի ստույգ 5 րոպե մնացել առաջի կեսի ավարտին 5 րոպեից ավելի քիչ ժամանակ է մնացել ու պետք է իհարկե Ատլետիկոյի առաջին խնդիրը հանդիսանա գնալ ընդմիջման հաղթողի կարգավիճակով Գլադբախի համար մեկ խնդիրն էլ այս պայն միջև ընդմիջման գնալը հանդիպան հաշիվը հավասարեցնելն է Թորոսյան դեպի ետ ուղարկեց գնդակը Պապիկյանի ուղղությամբ կարողացավ Պապիկյանն էլ շատ հնարամիտ կերպով հասցեագրել գնդակը Արեգ Հովանյանին ով սկսում է Գլադբախի համար գրոհ Մարտիրոսյան, բայց այստեղ Միրզոյանը գնաց գնդակի խլման, ճիշտ է, չստացվեց գնդակ խլելը, բայց իհարկե Ատլետիկոն էլ հնարավորություն Գլադբախն էլ չգրոհեց այդ դրվագում, այն սուր գրոհը չիրականացեց։ Թորոսյան երկար փոխանցում առաջ, բայց այստեղ ոչ ոք չկար Բորուսիայի ֆուտբոլիստներից ու Թովմաս Սարգսյանը գնդակը տեղափոխում է արդեն Աջ եզր Մանուչարյանի ուղղությամբ Մկրտչյան նորից Մանուչարյան կա փոխանցումը Ղանդիլյանի ուղղությամբ բացակավոր իրավիճակ էր, բայց այստեղ թույլ չտվեց Մարտիրոսյանը Ղանդիլյանին շրջանցել իրեն Մանուչարյան շարունակում է Ատլետիկոյի գրոհը դեպի Ակուլյանն է փոխանցում Մանուչարյանը դեպի կենտրոն Թովմաս Սարգսյանի ուղղությամբ կրկին Ակուլյան
ու գնդակը տեղափոխում է Աչեզր, բայց այստեղ Մարտիրոսյանը խլում իրականացեց, հետո չհասկացան Գլադբախի երկու ֆուտբոլիստներ միմյանց ու Ստեփան Միրզոյան փոխանցումը կա Գուրգեն Ռևազյան դարպասնել գրավված է 2-0 Ատլետիկոն արդեն կրկնա պատկում է խաղակեսի վերջնամասում իր առավելությունը Երկու զրո այո ստացվեց Ատլետիկոյի մոտ գնալ ընդմիջման Ավել ճիշտ կլինի ասել ընդմիջումից առաջ խփել Եգոր գնդակ ու արդեն Գլադբախի խնդիրը էլ ավելի բարդացնել այո երկու գնդակ արդեն ընդմիջում գնալուց առաջ շատ վստահ տեսք ունենա ընդմիջումից հետո Ատլետիկոն եթե իհարկե գնա այս հաշվով ընդմիջման Հովանյան հիմա գուցե մեկը ստացվի Գլադբախի մոտ Հովանյան սա երվից արված էր բայց ուղիղ հաջորդ Գասպարյանի վրա ստացվեց այս արվածը նետեց դեպի Սարգսյանը Գասպարյանը Միրզոյան բայց այստեղ գնդակի կորուստ Ադամյան Շատ լավ խաղարկում, բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Խաչատյանի փոխանցում ու հիմա Գուրգեն Ռևազյան տարբերակներ է փնտրում, իհարկե չկար առջևում տարբերակ շատ ճիշտ վարվեց գնդակը հասցեակելով Մանուչայանին, իսկ այս գրոհը չեզոքացվեց եւ խաղակեսը հենց այստեղ էլ ավարտում ենք 2-0 հաշվով հաղթում է Ատլետիկոն կարճ ատար, որից հետո կշարունակենք Սերի ֆուտբոլասերների մեկնարկում է Բորուսիա Մյունխեն-Գլադբախ Ատլետիկո Երևան հանդիպման երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո ինչպես նշեցին գնաց Ատլետիկոն 2-0 հաղթողի կարգավիճակով ընդմիջման ու հիմա տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում Գլադբախի պատասխանը առաջին հերթին իհարկե Գլադբախի պատասխանը ինչպես պետք է լինի քանի որ Ատլետիկոն իրեն ձեռնտու կարգավիճակում հայտնվել է այս րոպեի դրությամբ Թովմաս Սարգսյանի ու Գուրգեն Ռևազյանի հեղինակած գոլերի շնորհիվ նրանք հաղթում են 2-0 հաշվով եւ իհարկե առաջին հերթին միայն ու միայն մտածելու կարիք պետք է ունենա այս ամենի մեջ Բորուսիա Մյունխեն-Գլադբախը փորձելու որքան հնարավոր է շուտ իհարկե կրճատել հանդիպման հաշիվը Մկրտչյան երկար փոխանցում, բայց այստեղ արդեն ուժեղ ստացվեց Մկրտչյանի փոխանցումը փոփոխություն է տեղի ունեցել նաև Ատլետիկոյի կազմում ընդմիջման ժամանակ այո Ռաֆայել Ազիզյանն է դուրս եկել խաղադաշտ ու փոխարինվել է Արտուր Ղանդիլյանի համարի Մարզա Հակոստով եւ տեսնենք արդեն Ազիզյանը ով 11 համարի Մարզա Հակոստով է հանդես գալիս ինչ կփորձի առաջարկել Պապիկյանը հասավ այս գնդակին, բայց հիմա մրցավարը Դաթարեցնում է հանդիպումը, տեսնենք ինչ է պատահել Անդրանիկ Ադամյանին, կարծես հարված ստացավ ոտքին Ադամյանը ու անկյունային, այո, անկյունային է նշանակել մրցավարը, անկյունային է իրականացնելու Ատլետիկոն Եվ տեսնենք Ստեփան Միրզոյանը կիրականացնի անկյունայինը բարձից փոխանցում Տուգանայինի մատույցները հեռացված է գնդակը Ազիզյան սա հարվածի էր Նման Մկրտչյան ու հիմա ինչ իրավիճակ է կարող էր Ատլետիկոն խփել նաև երրորդ գնդակը այստեղ դուրս եկավ Պապիկյանը դարպասից բայց ֆիքսեց գնդակը եւ Մկրտչյանը շատ մոտ էր նաև երրորդ գնդակ ուղարկելու Բորուսիա Մյունխեն-Գլադբախի դարպասը Մարտիրոսյան գլորում է գնդակը Աչեզր Վոլոդիա Մարկարյան Տեսնենք ինչ է մտածում Մարկարյանը երկար փոխանցում առաջ հասավ գնդակը Մարտիրոսյանին փոխանցումն էլ կա իսկ այստեղ իհարկե շատ կոպիտ խաղաց Մկրտչյանը եւ հիմա տեսնենք մրցավարը ինչ որոշում է կայացնելու Այո, նշանակված է Տուգանային հարված Գլադբախը վաստակել է Տուգանային հարվածի հնարավորությունը ու հիմա տեսնենք արդեն այս ստանդարտը ինչի կփորձի վերածել Բորուսիան
Իհարկե, եթե չի ստացվում հանդիպման ընթացքում խաղի ժամանակ պետք է փորձել ստանդարտները գոլի վերածել, իհարկե Գլադբախը դա կարող է, Գլադբախը ունի փորձ նմանատիպ տարածություններից, նմանատիպ իրավիճակներից, նմանատիպ իրավիճակներում հայտնվելուց հետո եւ տեսնենք այս ստանդարտ ինչի են վերածելու թիմի ավակ Խաչատրյանն է գնդակի մոտ, նա կիրականացնի այս տուգանային, տեսնենք Խաչատրյան Սա փոխանցում էր, բայց ստացվեց Ատլետիկոյի մոտ այս իրավիճակը չեզոքացնել ու փոխարենը արդեն Ստեփան Միրզոյանը գնդակը հեռացնում է առաջ, այո ճիշտ է եզրից նետելու է Բորուսյան, բայց Անայն դեպս ստանդարտը Ատլետիկոն կարողացավ չեզոքացնել Ադամյան ուղարկում է գնդակը Մարտիրոսյանի ուղղությամբ դեպի Հովանյանն ենք փոխանցում տեսնում իհարկե հասավ գնդակին Արեգ Հովանյանը նորից դեպի ետ Մարտիրոսյանի ուղղությամբ ու այստեղ Ազիզյանն է միջամտում պայքարին զարգացնում արագություն, բայց վերջում արդեն Թորոսյանը հասցրեց նահանջելու փակել Ազիզյանի առաջխաղացման ճանապարհը եւ շատ վստահ գործեց նաեւ Թորոսյանը, Հովանյան, Դորիս Թորոսյան ու այստեղ ամեն դեպքում խլեց Ատլետիկոն, այո, գնդակը Ակուլյանի մոտ է հայտնվել հիմա գնդակը տեսնեք ինչ տարբերակ է նախընտրում Ակուլյանը միայնակ ու հարված էլ կա, բայց չեղեց ստացվում Ակուլյանի այս հարվածը Եվ հարված կլինի Մավել Պապիկյանի պաշտպանած դարպասից Այո, իսկապես երևում է թիմերի նպատակը իհարկե Ատլետիկոն փորձում է այս ֆոնի ներքո խփել երրորդը ու արդեն էլ ավելի ամրապնդել երեք միավորի հետ կապված հարցերը վաստակեց կարծես անկյունային արված Ադամյան այո համբար պայքարում միջև վերջու հետո էլ Գնդակը Մկրչյանից հեռացավ դաշտի սահմաններից դուրս Ոչ, փաստացի միջև Ադամյանին գնդակը արձագանքելը արդեն իսկ փոխանցում կատարելուց գնդակը դուրս էր եկել խաղադաշտի սահմաններից եւ եսից նետեց այս դրվագում Ատլետիկոն Բայց փաստացի Ատլետիկոն էլ սխալ իրականացեց եզրային նետում ու արդեն Բորուսիա Մյունխենգլադբախը նետելու եզրից Շատ խառը իրավիճակ ստացվեց Ադամյան Ուղարկեց գնդակը Գրիգորյանին դեպի Մարկարյանը Բայց այստեղ գնդակը խլում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները Ստեփան Միրզոյան նկատեց Սարգսյանին ու կատարեց այս փոխանցումը Սարգսյանն էլ մի պարկելակեց ու ախնդրեմ փոխանցում Ավդալյան փորձեց Ազիզյանին տալ հարվածային դիտքում հայտնվելու հնարավորություն հասկանալի է Արման Ավդալյանի մտահղացումը բայց այստեղ կանգնեցին փոխանցման ճանապարհին իսկ սա Գլադբախի գրոնն էր պարզապես Հովանյանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց դեպի Խաչատրյան ու Գասպարյանը նետում է գնդակը դեպի Ալեքս Մանուչարյանը Դեպի կենտրոն Ակուլյան գտավ Ստեփան Միրզոյանին շատ լավ պատխաղարկում Ակուլյանի ու Միրզոյանի միջև Ակուլյան արված Պապիկյանը կարողանում է այստեղ դարպասը անարիք պահել այո Գագիկ Ակուլյանի հարվածից հետո ձախ ոտքով հարվածեց Ակուլյանը իհարկե եթե նա աշխատեր Աջ ոտքին հարմար է նոր հարված կատարել ապա Պապիկյանի խնդիրը բնականաբար այսքան էշ չէր լինելու Թոմաս Սարգսյան կա փոխանցում դեպի Մանուչարյան Ալեքս Մանուչարյան ու հիմա Եթե կարողանար իհարկե վերին հեռավոր անկյունն ուղարկել գնդակը կարելի էր այդ դարպասի գրավումը նույնիսկ շաբաթվա լավագույն գոլ մրցանակում առաջինը ճանաչել, բայց իհարկե չհայտնվեց գնդակը դարպասում շատ կրակոտ հարված էր իհարկե Մանուչյանը ունի նմանատիպ իրավիճակներում փորձ հիմա Գլադբախի գրո Հովանյան իսկ ինչու փոխանցում եթե կարելի էր միայնակ այս դրվագի ելքը վճռել այո Արեգ Հովանյան այն ֆուտբոլիստերից ով կարող էր այստեղ ողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա ու միայնակ այս դրվագում իհարկե ամեն ինչ անել բայց շտաբողականությունը արդեն իր գործը ասում է խաղադաշտում Բորուսիա Մյունխենգլադբախի ֆուտբոլիստերի կազմում գործողություններում ու դա էր պատճառը իհարկե որ այստեղ Գլադբախի մոտ նույնիսկ հարված կատարել ստացվեց Գասպարյանի դարպասի ուղղությամբ եզրից կնետի Ատլետիկոն Մկրչյանն հետում իրականացված է, բայց այստեղ Վոլոդիա Մարկարյանին բաժինացավ գնդակը, ով հիմա սկսում է Գլադբախի համար ևս մեկ դրոմ Մարտիրոսյան
կա փոխանցում, բայց այստեղ ավարտվեց այդ հնարավոր տարբերակը գրով սկսելու։ Ու հիմա Ատլետիկոյի գրով, բայց այստեղ էլ Մարտիրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին, կա փոխանցում դեպի Արեգ Հովանյանը։ Հովանյան փորձեց իհարկե այստեղ անցկացնել բոլորի միջով գնդակը դեպի Խաչատրյանը, բայց փակվեց, քանի որ 2-3 մրցակցի դեմ էր պայքարում Հովանյանը։ Սարգսյան ուղարկեց գնդակը Արման Ավդալյանի ուղղությամբ։ Ավդալյան դեպի աջ ու հարվածել կա, բայց այստեղ փակվեց Ավդալյանի հարվածը, իհարկե շատ վտանգավոր հարված էր ստացվել ու եթե մի փոքր ցածր ընդհանար գնդակը արդեն Բարդյացել Պապիկյանը հասնելու էր այս գնդակին, թե ոչ ամենայն դեպս Ատլետիկոն այս իրավիճակում վաստակել է անկյունային հարված։ Տեսնենք այս անկյունայինը արդեն ինչի են վերածելու Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Ստեփան Միրզոյանն է իրականացնում անկյունայինը, փոխանցում դեպի Տուգանային հրապարակի մատույցները, այս անգամ էլ Ակուլյանը փորձեց հարվածել, բայց չստացվեց։ Հեռացեցին Գլադբախի ֆուտբոլիստները գնդակը, ճիշտ է այն կրկին Ալեքս Մանուչյանի մոտ է, Ատլետիկոն եւս մեկ գրոկը սկսի հիմա կենտրոնով դեպի աջ Արման Ավդալյան։ Սա փոխանցում էր ու ախնդրեմ ինչ իրավիճակ ստեղծվեց։ Նորից Ազիզյաններ հայտնվել ուշադրության կենտրոնում, բայց այս անգամ արդեն չստացվեց հարվածը դիպուկ։ Հովանյան ուղարկեց գնդակը կենտրոն, Ադամյան շատ լավ բացազատվեց ու գնդակը տեղափոխեց աջ եզր, որտեղ Վոլոդիա Մարկարյանը, բայց ինչ է անում Ստեփան Միրզոյանը այս իրավիճակում, Միրզոյան ու ափսոս այստեղ փակվեց Միրզոյանի հարված, իհարկե միայնակ արեց ամեն ինչ ու արժանի է այստեղ Ստեփան Միրզոյանը գոլի հեղինակ դառնալու, բայց Գլադբախի պաշտպանը փակեց Միրզոյանի հարվածի ճանապարհը, հիմա եւս մեկ անկյունային իրականացնի Ատլետիկոն, եւս մեկ փոխանցում ու այստեղ էլ արդեն կարողանում են հեռացնել Բորուսիայի ֆուտբոլիստները գնդակը, ճիշտ է ոչ այնքան հեռու, իսկ հիմա արդեն տեսնենք ինչ է պատել Ատլետիկոյի ֆուտբոլիստին, հոտածածկին է հայտնվել կարծես Մկրտչյանը, այո, բայց կարողացան Մկրտչյանը կանգնել ոտքի եւ ամենայն հավանականությամբ կմնա խաղադաշտում։ Ադամյան դեպի Մարկայանն է գլորում գնդակը, նորից Ադամյան ու այստեղ արդեն Բորուսյան Խորքից է փոխանցում կատարում Մարտիրոսյանը տվյալ դեպքում, բայց հեռացեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները, ճիշտ է եզիսկ նետի Գլադբախը։ Հովանյան, Մարկարյանն է ուղարկել գնդակը ու դեպի կենտրոնել Վոլոդիա Մարկարյանը կատարեց փոխանցում, որտեղ Անդրանիկ Ադամյանն է դեպի աջ, Թորոսյանն է միացել հիմա Բորուսիա Մյունխենգլադբախի գրոհին, Գրիգորյան աջ եզրում է դեպի ետ ուղարկեց, որտեղ Ադամյանն է, տեսնենք այս գրոհ ինչով կավարտի Գլադբախը Վոլոդիա Մարկարյան, Հովանյան վտանգավոր է Խաչատրյանն ու այստեղ արդեն հեռու թողեց Խաչատրյանը գնդակը, եթե մեկը ստացվի Գլադբախի մոտ հեղինակել իհարկե արդեն հանդիպան ինտրիգը ամբողջովին կփոխվի, արդեն հանդիպան լարվածությունը էլ ավելի կմեծանա։ Ակուլյան ուղարկեց գնդակը Մանուչարյանին, Ռաֆայել Մկրտչյանն է ստացել ձախ գնդակը, բայց հիմա էլ դադարեցնում է մրցավարի հանդիպումը, տեսնենք ինչ է պատահել Ադամյանին։ Կանգնեց ոտքի Ադամյանը, կարծես խնդիրներ են առաջացել ֆուտբոլիստի հետ, բայց առայժմ Ադամյանը մնում է խաղադաշտում, չի փոխարինվում։ Ատլետիկոն էլ եւս մեկ գրոհ է փորձում սկսել։ Ձախ եզրից Մկրտչյան։
Երկար փոխանցում առաջ Ռևազյան մի փոքր լավ չընդունեց ու հետո էլ արդեն Գլադբախը իրավիճակը չեզոքացրեց։ Ադամյան փոխանցումը անցավ դեպի Խաչատրյանը, բայց արդեն խաղի կանոնների խախտում կարավ Ավդալյանի կողմից Ադամյանի դեմ պայքարում։ Ու Գլադբախը արագորեն խաղարկում է գնդակը։ Եվ Գրիգորյանն էլ կորցրեց այստեղ գնդակը, հեռացավ այն դաշտի սահմաններից դուրս, ինչը նշանակում է եսից նետում է Ատլետիկոն, Ազիզյան դեպի ետ գլորեց Արման Ավդալյանի ուղղությամբ, գտավ Ռևազյանին, Ավդալյանը դեպի ավելի ետել Ռևազյանը, Ստեփան Միրզոյան շատ լավ է Ռևազյանը գտնվում խաղադաշտում, գործում խաղադաշտում, Ղանդիլյան աչեզրում, Ղանդիլյանը գնդակով է դեպի Միրզոյանը, ևս մեկ հարված արադարձու, ամեն դեպքում Միրզոյանը հասնում է հաջողության 3-0 դարձնելով այս հանդիպան հաշիվը, Ստեփան Միրզոյան 3-0 է Ատլետիկոն հաղթում արդեն Գլադբախին։ Երեք 0 Ստեփան Միրզոյանը դարձրեց այս հանդիպան հաշիվը ու իհարկե արդեն այս գոլով հիմա վտանգավոր իրավիճակ է Ռևազյան այս գրոնն էլ տեսնենք Ռևազյան ու այստեղ Ազիզյանը հայտնվեց իհարկե ոչ ցանկալի գոտում Հովանյանն է առաջ շարժվում կհասնի այս գնդակին իհարկե Արեգ Հովանյան եւ այստեղ արդեն հեռացավ գնդակը հենց Օրուսիայի ֆուտբոլիստից դաշտի սահմաններից դուրս Ալեքս Մանուչարյան շարժվում է առաջ, բայց այստեղ Հովանյանը պայքարի միջամտեց, խլում իրականացեց ու կար խաղի կանոնների խախտում, այո, թիկունքից խախտեց Մանուչարյանը խաղի կանոնները եւ հետևենք եւս մեկ ստանդարտի ու նորից Խաչատրյանը կիրականացնի այս տուգանայինը կա Սուլիչը տեսնենք հետևենք այս տուգանային հարվածին Խաչատրյան հարվածը կա ու Գասպարյան այո միջամտեց այս դրվագին Աշոտ Գասպարյանը հեռավոր անկյունը վերին անկյունը փորձեց Խաչատրյանը ուղարկել գնդակը բայց Աշոտ Գասպարյանը կարդացել էր Բորուսիա Մյունխենգլադբախի հավաքի մտահղացում ու կարողացավ ցած կատարելով հեռացնել գնդակը անկյունայինին հետևենք Եվս մեկ փոխանցում հիմա եվս մեկ հարված ու արդեն այստեղ հեռացավ գնդակը դաշտի սահմաններից դուրս այո եվս մեկ վտանգավոր իրավիճակ էր ու հիմա Գասպարյանը երկար փոխանցում է կատարում առաջ հասավ գնդակը Ղանդիլյանին բայց այստեղ Ադամյանն է հիմա էլ հաջող գործում խլելով գնդակը մրցակցից, բայց այս փոխանցումը Մարտիրոսյանի հասցեատիրոջը չհասավ ու Ստեփան Միրզոյանը շարժվում է առաջ, բայց փակվեց նաև Միրզոյանի փոխանցումը Ադամյան, անցումը ստացվեց Ադամյանի մոտ։ Ադամյան, բայց այստեղ Մանուչյանը միջև վերջ մնաց ոտքերի վրա ու կարողացավ թույլ չտալ մրցակցին շրջանցել իրեն։ Ռևազյան Շատ լավ նկատեց Ղանդիլյանի առաջ խաղացում ու կատարեց այս փոխանցումը Գուրգեն Ռևազյանը Ղանդիլյանն էլ շարժվում է առաջ հարվածում Ղանդիլյանը ու Պապիկյան այստեղ ոտքերով կարողացավ փակել Ղանդիլյանի հարվածը Մարտիրոսյան դեպի կենտրոն Հովանյանն այստեղ է Փոխանցումն էլ կա դեպի Խաչատրյանը բայց վերջի պահին Մկրտչյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս իսկ Ատլետիկոյի դարպասի ուղղությամբ նշանակված է անկյունային հարված Խաչատրյանն է իրականացնելու անկյունայինը փոխանցումը կա Գասպարյանն էլ դուրս է գալիս իր դիրքից ու առանց որևէ խնդիրների այստեղ վերցնում է Աշոտ Գասպարյանը գնդակը երկար նետում առաջ եւ հասնում է գնդակը Ռևազյանի ոտքին կա փոխանցում Ազիզյանն այստեղ է Ռաֆայել Ազիզյան ու Թորոսյանը լավ աշխատեց Ազիզյանի թիկունքից շնայած ես նետելու եմ Ատլետիկոն Մանուչարյան
Շարժվում է առաջ Ալեքս Մանուչյանը դեպի Միրզոյանը փոխանցում հետևեց Միրզոյան եւս մեկ կորտ, բայց այս անգամ Ստեփան Միրզոյանի հարվածը բարձր է ստացվում։ Մարկարյան Գրիգորյան ու չհասկացան հիմա էլ Մարկարյան Գրիգորյան զույգը միմյանց արդյունքում կորցրեց Բորուսիան գնդակը։ Իսկ Ատլետիկոն հանգիստ խաղարկում է։ Հիմա գնդակը իհարկե բավական քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպման ավարտին։ Ստեփան Միրզոյան երկար փոխանցում Ղանդիլյանի ուղղությամբ, այստեղ էլ Մարտիրոսյանը շատ լավ աշխատեց։ Մարտիրոսյան ու ստացվեց նաև փոխանցում իրականացնել Հովանյանի ուղղությամբ, ով շարժվում է առաջ դեպի կենտրոն Ադամյան լավ գործեց Ադամյանը, տեսնենք այս գրոհը դեպի աջ Խաչատրյան վտանգավորը եւս մեկ փոխանցում ու ստացվեց ի վերջո Ադամյանի մոտ խփել մեկ գնդակ, այո 3-1 է հիմա դարձնում Բորուսիա Մյունխեն-Գլադբախը հանդիպան հաշիվը։ Երեկ Անձանիկ Ադամյանը դարձրեց այս հանդիպման հաշիվը, այո, հիմա ստացվեց Գլադբախի մոտ մեկը խփելու, տեսնենք այս մեկ գնդակը գուցե ոգևորության ալիք ներշնչի Բորուսիայի ֆուտբոլիստերին, իհարկե լինենք արդարացի Հովանյան, Ադամյան, Խաչատրյան այս երյակը հենց այդ գրոհի ժամանակ շատ լավ աշխատեց ու տվեց իր արդյունքը, իսկ այստեղ դիպավ գնդակը Ազիզյանի ձեռքին։ Արագ խաղարկեց Բորուսիան գնդակը, բայց կորցրեցին Բորուսիայի ֆուտբոլիստները այս իրավիճակում գնդակը։ Ալեքս Մանուչարյան նորից դեպի ետ ուղարկեց գնդակը։ 5 րոպե մինչև հանդիպան ավարտը ու տեսնենք իհարկե բացառել ոչինչ չի կարելի այս հանդիպան շրջանակներում, բայց իհարկե եւս մեկ գնդակ մոտակա 1-2 րոպեների ընթացքում անհրաժեշտ է Բորուսիայի ֆուտբոլիստերին, նրանք ոգևորության ալիքի ներկոել են, շարժվում են առաջ Հովանյան հարվածը կա ու վտանգավոր հարված ստացվեց, անկյունային վաստակեց Բորուսիան այս իրավիճակում։ Ու անկյունային հետևենք ինչի է վերածելու Գլադբախը, եթե հիմա ստացվի Բորուսիայի մոտ եւս մեկ հեղինակել, իհարկե նրանք արդեն վերջին րոպեներին կնետվեն ողջ կազմով առաջ։ Խաչատրյան փոխանցումը կա, Գասպարյանն էլ գնդակը հեռացնում է։ Ես իսկ նորից կնետիմ Բորուսիան, Հովանյան դեպի Մարկարյանը, Մարկարյան փոխանցումներ կա, Խաչատրյան վտանգավոր է հարված ու եւս մեկ անկյունային Գասպարյանը այստեղ հեռացրեց գնդակը, բայց ինչ ազատություն է ստացել Խաչատրյան, իհարկե փոխանցումը պարզապես մի փոքր անհարմար ստացվեց, այլապես նա ավելի լավ հարված կատարելու հնարավորություն կունենար, իսկ հիմա անկյունայինից փոխանցումը կա Գրիգորյան դեպի կենտրոն Ակուլյանն էլ հեռացրեց գնդակը, Ղանդիլյան փոխանցում դեպի Ռաֆայել Ազիզյանը, բայց հեռու թողեց Ազիզյանի ոտքից գնդակը։ Այո, շատ լարված է իսկապես էլիտիկայի հանդիպումները ընթանում, հատկապես նման հեղինակավոր ակումբների մասնակցությամբ, տեսեք ինչ է անում Ադամյանը, Ադամյան վտանգավոր է, բայց հասցրեց Ակուլյանը, եթե չեմ սխալվում, կանգնել գնդակի ճանապարհին, եթե հարվածել կամ նույնիսկ փոխանցումն անցնել Ադամյանի, պատկերացնում եք ինչ իրավիճակ է ստեղծում ու եթե կարողանար Գլադբախը 3-2 դարձնել հանդիպման հաշիվը, իհարկե հիմա արդեն այս պայից սկսած կնետվեին առաջ, ճիշտ է Բորուսիան դեռ փայփայում է հույսեր, դեռ իհարկե ամեն ինչ ավարտված չէ, բայց հիմա Ակուլյանը կարող է ավարտել հանդիպումը, Թորոսյանը հասցնում է հեռացնել գնդակ ու անկյունայինի հնարավորություն է հիմա էլ վաստակել արդեն Երևանի Ատլետիկոն։ Հետևենք անկյունային Ռևազյանը կիրականացնի այն։ Կասուլիչը Ռևազյան փոխանցումը բարձից, բայց
Պապիկյանը այստեղ չորցած գնդակը հնարավորություն տվեց Սարգսյանին էլ դուբլ գրանցելու իր անվան դիմաց, իսկ Թովմաս Սարգսյանը այս գոլով իհարկե կնքում է այն փաստաթուղթը, որ Ատլետիկոն վաստակում է երթական 3 միավոր այս խաղում։ Այո, չկարողացավ Գլադբախը ավելի կրճատել հանդիպան հաշիվը, փոխարենը Ատլետիկոից Թովմաս Սարգսյանը գրավեց դարպաս ու վերջնականապես բոլոր հույզերը մարեց Բորուսիա Մյունխեն Գլադբախի Ազիզյան ու հիմա էլ հորիզոնական դարպասածողն է օգնության գալիս Բորուսիային, այո 5-րդ գնդակին եւս մոտ էր Ատլետիկոն Ակուլյան շարժվում է նորից առաջ Ատլետիկոն Ակուլյան ու անկյունային այո իրականացնելու է Ատլետիկոն դիպան վերջում գնդակը Գրիգորյանի ոտքին նոր հեռացավ դաշտի սահմաններից դուրս Արագ հարկեց Ատլետիկոն գնդակը Լևազյան Բարձից փոխանցում, բայց այստեղ ոչ ոք չկար արդեն Ատլետիկոյի ֆուտբոլիստներից դա մեծ հաշվով իհարկե Ատլետիկոյին չէր հետաքրքրում Մարտիրոսյան գտավ Մարկարյանին դանդաղեց մի փոքր Մարկարյանը ճիշտ է մնում է գնդակով, բայց տարբերակներ չկան, ստիպված միայնակ է գործում, հիմա փակվեց փոխանցման ճանապարհը Ազիզյան ուղարկում է գնդակը Ակուլյանին, տեսնենք այս գրոհը դեպի Ղանդիլյանը, ով է հարվածելու Ազիզյանը, բայց փակվեց Ակուլյանի հարվածը նույնպես ու նորից անկյունային է վաստակում Ատլետիկոն այո բոլոր ֆուտբոլիստները այստեղ կարող են հարված կատարել, այդքան ազատ էին թողել Ատլետիկոյի ֆուտբոլիստերին Գլադբախի պաշտպանները, բայց ի վերջո անկյունային վաստակեց Ատլետիկոն, իսկ հիմա էլ արդեն Լևազյանը գործրեց գնդակը եւ Գլադբախը սկսում է նորից խորքից Հովանյան դեպի աջ Գրիգորյանի ուղղությամբ փորձեց Ադամյանին ուղարկել Գրիգորյանն էլ գնդակը փակվեց այս փոխանցման ճանապարհը ու հիմա եզից է միայն հետելու Բորուսիան Հովանյան ուղարկում է գնդակը Ադամյանին Ադամյան ու այստեղ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է, այո, եթե նույնիսկ հեռացել է գնդակը դաշտի սահմաններից, միևնույն է, արդեն խաղա ժամանակը սպառված է 4-1 հաշվով հաղթում է Երևանի Ատլետիկոն ու իր հերթական 3 միավորն է վաստակում։ Շնորհակալություն երկու թիմերին էլ այս հանդիպման համար խաղային օրվա միակ հանդիպումն էր սա, բարի գիշեր ու ամենայն բարիք։